Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Քննչական կոմիտեում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օգոստոսի 9-ին Վանաձորում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ՄԿ-ն իր մոտ գտնվող կտրուկ ծակող առարկայով հարվածներ է հասցրել ԿԲ-ի Կրծքավանդակի եւ Պարանոցի շրջանին առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո ՆԲ-ն ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի գործադրմամբ կրակոցներ է արձակել ՄԿ-ի եւ ԷԲ-ի ուղղությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Սևան քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որոնք հանգեցրել են առանձնապես խոշոր չափերով գույքի շուրջ 35 միլիոն դրամի չափով դրամական միջոցների չհայտարարագրմանը, ինչպես նաև ապօրինի հարստացել է։ Պարզվել է նաև, որ պաշտոնատար անձը առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ չի հայտարարագրել նաև 2024 թվականին, 2023 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ 2004-2017 թվականների ընթացքում Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահելով պաշտոնայական դիրքը կազմակերպել ու իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանը օտարելու եւ եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015-ի դեկտեմբերին կազմակերպել ու անցկացրել է ձևական աճուրդ վաճառք։ Մասնավորապես, ազգականներից մեկն է հաղթող ճանաչվել եւ ընդհանուր շուրջ 0.8 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը գնել 19 միլիոն 353 հազար դրամով։ Այնուհետև պաշտոնատար անձը աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա նրան օտարված երկու հողամասերից մեկը 4 միլիոն 595 հազար դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը։ Քննչական կոմիտեն պարզել է, որ քաղաքացին 2025 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 7 միլիոն 990 հազար ռուսական ռուբլի կանխիկ գումար։ Նոյեմբերի 20-ին տեղեկություն է ստացվել, որ դպրոցականների միջև տեղի ունեցած ծծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մի տղա, պարզվել է, որ Նուբարաշենի Ղևոն Դալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8-րդ դասանի 4 աշակերտների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 13 տարեկան տղային պատճառվել է մարմնական վնասվածք։ Նոյեմբերի 24-ին կամավոր բաժին է ներկայացել Երևանի Պուշկինի փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը 2024 թվականից նա Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Նոյեմբերի 24-ին Մայրաքաղաքի Իսահակյան փողոցում հայտնաբերվել է Գալուշյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդը 2024 թվականից նա հետախուզվում էր խոշոր չափերով գողության մեղադրանքով։ Նոյեմբերի 22-ին Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 33-ամյա տղամարդը, մայիսի 26-ից նա հետախուզվում էր Իրանի Ինտերպոլի կողմից վստահության չարաշահման եւ կեղծիքի մեղադրանքով։ Նոյեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ավշար գյուղում բախվել են Mercedes-Benz, Prado եւ վազ մակնիշի ավտոմեքենաները։ 5 քաղաքացի հոսպիտալացվել է։ Նոյեմբերի 26-ին Երևանի Արգավանդի Խաչմերուկի հարևանությամբ Արատի մարզի բնակիչ 25-ամյա գնելն իր վարածված 21 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Mercedes S580 Jeep Renegade մակնիշի եւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել Երկաթե դարպասին, տուժածներ չկան։ վազ 21-21-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։ Նոյեմբերի 23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդե փողոցում այրվում է ավտոմեքենա, հրշեջ փրկարարները մարել են, Երևանի 61-ամյա բնակչին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը տուժածներ չկան։ Նոյեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել են 4 հարակից տների տանիքները։ Նոյեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, հրդեհը մեկուսացվել է։